Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է, ժողովուրդ, բահը։ Բահը շինարարության մասին է, բահը կառուցելու մասին է։ Մեր երկրում հողատարածքների կեսը 200,000 հեկտար անտեր է, 8 տարում 40,000 հեկտար անտեր է մնացել։ Վաղվա Հայաստանը, ուժեղ Հայաստանը ծաղկացնելու այդ հողերը, այդ գյուղերը կառուցելու է։ Մեր երկրում հազարավոր մարդիկ չունեն բնակարան, հազարավոր մարդիկ ապրում են վարձով, Արցախից բռնի տեղ անվածները չունեն բնակարան, Գյումրիում երկրաշարժից տասնյակ տարիներ հետո Սպիտակում չունեն բնակարան։ Ինչպես են կառուցելու այդ բնակարանները, ինչպես են կառուցելու 20,000 բնակարան։ Բավ! Այստեղ ես բերել եմ օգտագործած բահ, ոչ թե խանութից նոր։ Նոր չաշխատած բահերը մեզ պետք չեն։ Սիրելի հայրենակիցներ, այն մարդիկ, ովքեր մեզ հարցնում են ու ասում են, որ բոլոր քաղաքական գործիչները նույն են, ես ուզում եմ մի պատմություն պատմեմ մեր մասին։ Ես ուզում եմ իրենց պատմեմ մեր ու մեր շրջանի պատմությունը, այստեղ Տաշիրից մարդիկ կլինեն հաստատ, ուզում եմ պատմեմ այդ պատմությունը, այսօրվանից ուղիղ 30 տարի առաջ մեր մոտ Տաշիրում էլի ընտրություններ էին, մեր ժողովուրդն էլ կիսված էր, բաժանված էր, ուղիղ ինչպես այսօր մեր Հայաստանում։ Իհարկե էր այն ժամանակվա ընտրության հակառակ կողմը շատ մեծ հարգանքի արժանի մարդիկ էին, բայց ժողովուրդը կիսված էր։ Եվ մեր ընտանիքի անդամները դեռ երիտասարդ էին, դեռ հայտնի չէին, նոր էին սկսում։ Ու այդ ընտրությունների ժամանակ մեր Տաշիրի ժողովուրդը վստահություն տվեց մեզ։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, հարցրեք մեր Տաշիրի ժողովրդին, իրենք գոհ են այդ վստահության համար 30 տարի հետո։ Հայաստանում բոլորը կունենան մեկ ծանոթ այնտեղ։ Հարցրեք, ինչպես ենք մենք մեզ պահել այնտեղ, ինչպես ենք վերաբերվել մեր եղբայրների հետ, ինչպես ենք մենք վերաբերվել մեր պատասխանատվությանը, ավել ենք արել, թե ոչ, օգտվել ենք, թե տվել ենք։ Հիշեք, սա օրինակ է ամբողջ Հայաստանի համար։ Տասնյակ տարիներ հետո, եթե Աստված ցանկանա, եթե հայ ժողովուրդը ցանկանա, մեր ժողովուրդը հիշելով այս ժամանակաշրջանը, լավ է հիշելու այս ժամանակաշրջանը, որովհետև մենք այս անգամ էլ արդարացնելու ենք մեր ամբողջ Հայաստանի հայրենակիցների սպասելիքները։ Այս անգամ գործը շատ է, երկիրը քար ու քանդ է, գործարանները քանդված են, զրոյից պետք է սկսենք, քիչ բան է մնացել, բայց պետք է աշխատենք իրար հետ ու սկսենք ու վստահ եմ հասնելու ենք նպատակին, կառուցելու ենք մեր երկիրը։ Ապրեք բոլորդ, համար, շնորհակալ եմ։